երկար ժամանակա 5 տարուց ավել ես լուսաբանում եմ այն բոլոր նորությունները, ինչ որ կատարվում են Հայաստանում, իրար հետ միասին բարձրաձայնում ենք այն վտանգները, վերլուծում ենք իրար հետ եւ ես տեսնում եմ, թե դա ինչ մեծ արձագանք ունի, ինչ մեծ տարածումներ է այն ստանում եւ դրա կարիքը ես տեսնում եմ, որ շատ հարկավոր է ու մարդիկ սպասում են այդ եթերներին։ Եվ ես որոշում եմ կատարել հարգելներս, որպեսզի այս եթերները ավելի հաճախական սարքել։ Չնայած ես ինչ հաճախական, արդեն ես 5 տարի տենց ամիս չկա, որ ես եթեր չանեմ, այս շաբաթ չկա, որ ես չանեմ ու տենց 5 տարուց ավել, բայց որոշել եմ ավելի խորանամ այս թեմայի մեջ։ Եվ արգելներս, ես նկատում եմ, որ արդեն 5 տարուց ավել ես գնալով իմ հիմնական աշխատանքից ավելի կտրվում եմ։ Մարդիկ ինձ զանգում են, ասում են Էդգար ջան, մի հատ վիդեո չկա հարսանիքի ուղարկես, ուզում ենք կանչենք համադրություն անես, բայց մի հատ տեսնենք ոնց ես վար մտնում ենք, այդ սաղ մոտդ պոլիտիկա է։ Ես տեսնում եմ, թե ոնց եմ կտրվում իմ հիմնական աշխատանքից եւ ինչ շատ դժվար է գնալ ռեկլամներ նկարել, հետո կամ հարսանիք անել, մյուս երրորդ օրը դու արդեն թեմայի մեջ ես, դու արդեն պետք է հանգստանաս, նույն միշտ խորանում ես, մեզ տեսես լավ ինչ էր կատարվում Հայաստանում, ագին ժամանակ ես դու կորցնում, եւ որպեսզի դու կարողանաս լիովին այս պոլիտիկայի մեջ չնես, այս թեմայի մեջ չնես, չկտրվես, դու պետք է միշտ հետևես դրան։ Իսկ դրա համար հետևելու համար դու ժողովուրդ ջան, պետք է նաեւ ձեր աջակցությունը գումարայինի տեսքով։ Այո, հարգելներս, որ ես ստեղից գոնե եթե ես չեմ աշխատում 100 ռուբլի, գոնե իմանամ ստեղ մի 30 ռուբլի կա, որ ես կարողանամ ինչ որ մի ձև յոլա եթամ, միջև տեսնենք երկրի վիճակը ոնց է լավանում, որ ես կարողանամ վերադառնամ էլիս հիմնական աշխատանքին։ Դրա համար հարգելներս, այն մարդիկ, ովքեր որ ուզում են ինձ աջակցեն, օգնեն, պալիբոմու ես այս գործը շարունակելու եմ, օգնեք թե չօգնեք։ Բայց եթե օգնեք, ինձ ավելի հեշտ կլինի, ինձ արդեն ավելի թեթև կլինես ամեն ինչը մի քիչ հոգսս թեթևացնում եք։ Եվ ժողովուրդ ջան, ովքեր ապրում են Ռուսաստանում, կարող են իմ հեռախոսի համարի վրա իմ անունով, ազգանով կարող եք գումարն ուղարկել 500 ռուբլի, 1000 ռուբլի, մարդ կա եթե ուզում եք 40,000 կամ 20,000 ռուբլի ուղարկի, խնդրեմ, կարող եք մի հատ ինձ զանգել, իր հետ խոսանք, ասենք Էդգար ջան, ուղարկում ենք, շատ շնորհակալ կլինենք։ Այդ այնպես որ մի 3-4 հոգի լինեն, ինձ արդեն ծով է, ես իմ հոգսս ավելի թեթև կլինի։ Իսկ այն մարդիկ, ովքեր ապրում են Եվրոպայում, Ամերիկայում, իրանք էլ կարող են դոնատի տեսքով ուղարկեն, ես հիմա սիլկան էլ կթողնեմ, ասես կարող եք դուք մտնել, ում էլ ինչքան հնարավորություն ունի, կարող եք ուղարկել, այսպիսով ժողովուրդ ջան, դուք մի քիչ իմ հոգսս կթեթևացնեք, եւ որ ես կարողանամ հիմնական ամբողջովին այս պոլիտիկայի մեջ լինեմ ու բաց չթողնեմ նորությունները, բարձրաձայնեմ այն վտանգների մասին ու կարողանանք իրար հետ մենք մեր կարծիքն ասենք։ Նախորոք շնորհակալություն։